Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառից հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար կամ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի եւ նույնիսկ կառավարության որոշման մակարդակով։ Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի, միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Ըստ այդմ չզեկուցվող հարցերի փաթեթը դրվում է քվեարկության եղել ենք պարոն վարչապետ, առանձին մասնաշենքեր կառուցվել, այստեղ ուղղակի ԵՄ ինտեգրման գործընթացը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինել Եվրոմիությանը այնքանով, ոչ միայն որքանով Եվրոմիությունն է հնարավոր դա համարում, այլ որքանով դա չի սպառնում Հայաստանի անվտանգությանը եւ լինելիությանը։ Սոցհարցումները հավաստի կազմակերպություն, հավաստի արդյունքներով վկայում են այդ մասին, որ այո, միանգամայն համահունչ է հասարակության սպասելիքներին, ակնկալիքներին եւ հասարակության մեջ հստակորեն ձևավորված է համապատասխան սոցիալական պատվեր։ Որոշ հարցերով կողմ եմ, որոշ հարցերով չէ։ Այն հարցերով կողմ եմ, որ Ռուսաստանի հետ այդքան է կապ չենք ունենա, իսկ կողմ չեմ նրա համար, որ Եվրոպայում լիքը այսպես ասած հարցեր կան, որոնց հետ այդքան էլ համամիտ չեմ։ Ռեալ է պետք լինել, այսօրվա օրով, եթե մենք ուզում ենք Եվրոպայի հետ կապվենք, մեր միակ ուղիղ կապը ջերես Թուրքիա է։ Այդ իմ կարծիքով տվյալ պահին մեր հայազգին ուղղակի վերջի կործանումն է, էլի։ Իսկ գաղափարապես բնականաբար մենք Եվրոպային ավելի մոտ ենք եւ կուզենայի հիմա մեքենայով գնալ Փարիզ սուրճ խմելու, քան թե Վրաստան կամ Ռուսաստան։ Ես դեմ եմ։ Նախ եւ առաջ ասեմ այն պատճառով, այստեղ կա աշխարհագրական գործոն, այսինքն Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Եվրոպայի մարտհամակից դուրս է գտնվում, այնպես որ ասենք միանալ Եվրամիությունը աշխարհագրական տեսանկյունից անիմաստ է։